Հայաստանի Հանրապետությունում մարդու որ իրավունքն է մասնավորապես ավելի շատ խախտվում եւ առհասարակ ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության պատկերը, այսօր տաղավարում զրուցելու ենք ՀՀՄԻՊ-ի հետ Բարև Տիկին Մանեսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խնդրեմ պատասխանենք հենց առաջին հարցին, Հայաստանի Հանրապետությունում առավել հաճախ մարդու որ իրավունքն է խախտվում։ Պիտի հատուկ արձանագրեմ, որ մեր դիմում բողոքները վերաբերելի են մարդու իրավունքների գրեթե բոլոր բնագավառներին, այսինքն ես չեմ կարող ասել, որ օրինակ կա որևէ բնագավառ, որի հետ կապված մենք չենք ստանում բողոքներ եւ չեմ էլ կարող ասել, որ դրանցից շատ-շատերը չեն կրում համակարգային խնդիրների բարձրաձայնման բնույթ եւ այս առումով կուզենամ հատուկ առանձնացնել մի քանի համակարգեր եւ մի քանի խնդիրներ, որոնք ընդհանուր առմամբ վերաբերելի են շատ որ բնագավառների մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, օրինակ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված, հատուկ կուզենամ արձանագրել բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքի հետ կապված խնդիրները, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների կանխարգելման բնագավառում առկա խնդիրները, որոնք մենք ենք արդեն մեր մշտադիտարկումների արդյունքում ուսումնասիրում եւ որպես խնդիրներ արձանագրում, ընդհանրապես անձանց ազատությունից զրկելու պարագայում, մասնավորապես բերման ենթարկելու, ձերբակալելու եւ այլն, անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման հետ կապված խնդիրները, կուզենամ հատուկ արձանագրել, որ մի շարք բնագավառներ կան, որտեղ նախկինում շատ ավելի քիչ էին մարդու իրավունքների պաշտպանին դիմումները, հիմա բավականին շատացել են, կարծում եմ այդ թվում մեր գործունեության արդյունքում, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից թե տարիներ մի քանի տարի առաջ, թե հիմա էլ արդեն սկսել են բավականին մեծ թվով դիմումներ ներկայացնել ընտանեկան բռնության հետ կապված հարցերով, երեխաներն են մեզ դիմում հենց իրենք, ոչ թե ծնողները, այլ հենց երեխաները իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով։ Նշեմ, որ տարբեր տարիքի երեխաներ են դիմում, թե մեր թեժգծին են ահազանգում, թե այցելում են մեր գրասենյակ, թե նաև ինձ ու իմ գործընկերներին մեր այցերի ընթացքում են իրենց խնդիրների վերաբերյալ տարբեր դիտարկումներ ներկայացնում, սոցիալ-տնտեսական բնագավառում բավականին շատ դիմումներ ունենք, աշխատանքային իրավունքների հետ կապված դարձյալ բավականին մեծ է թիվը, կենսաթոշակի հետ կապված խնդիրների առումով, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության գրեթե բոլոր բնագավառների առումով, ես երևի թե թվարկում այսպես չշարունակեմ, որովհետև կարելի է անվերջ խոսել խնդիրների մասին, ուրախ կլինեմ կոնկրետ բնագավառների հետ կապված հարցերի պատասխանել։ Պատկերը գրեթե ամբողջապես մեզ էլ նկատելի է, որովհետև այս ընթացքում մենք հասցրել ենք լուսաբանել ձեր նշած ոլորտներից մի քանիսում, մասնավորապես աշխատանքի իրավունքների ոտնահարումը, բայց դուք ինքներդ էլ նշեցիք ոստիկանության այս դեպքում երբեմն հանդիպում են կարծիքների, որ իրավապահները երբեմն հենց իրավունքի խախտմամբ են հանդես գալիս։ Սա ձեր կողմից եւս արդյոք գտել է ձեր տեսադաշտում հայտնվել է, որովհետև վերջերս հենց Գյումրիում տեղի ունեցած միջադեպը Լիլիթ Աղակյան մեր գործընկերոջն է վերաբերում, նա մասնագիտությամբ լրագրող է եւ իր քննադատության խոսքի արդյունքում բերման ենթարկեցին, իսկ Զարուհի Փոստանջյանը վերջերս նշեց, որ դա որոշ իրավունքների խախտումով է տեղի ունեցել։ Ես ուղղակի հատուկ արձանագրեմ, որ բազմաթիվ են մեր հրապարակային հայտարարությունները ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կամ առերևույթ անհամաչափ կիրառման հարցերի հետ կապված, նաև մենք հրապարակային մեր տարեկան հաղորդման շրջանակներում եւ այլ ձևաչափերով պարբերաբար խոսել ենք այս խնդրի մասին։ Ես ինքս հրապարակային գրեթե իմ բոլոր ելույթներում անդրադառնում եմ նշված խնդրին եւ սա իհարկե Հայաստանի տեսանկյունից խնդրահարույց է։ Կուզենամ նաև հատուկ շեշտադրել, որ երբ մենք խոսում ենք ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման մասին, մենք նկատի չունենք, որ ոստիկանությունը չի կարող ընդհանրապես ուժ գործադրել, ոչ, ոստիկանությունը կարող է ուժ գործադրել, բայց դա պիտի լինի իրավաչափ եղանակով, համաչափ բոլոր միջազգային ստանդարտների պահպանմամբ։ Կոնկրետ Լիլիթ Աղակյան դեպքում իրավաչափ էր գործողությունները առհասարակ, որովհետև տեսանյութ էլ կա, տեսել եք հավանաբար, որովհետև ինքներդ հայտարարություն այս մասին տարածել եք, բայց խնդրեմ ինքներդ մանրամասնեք նաև հիմա։ Ես հարցի վերաբերյալ հայտարարություն եմ տարածել, նախ անդրադառնալով անձի կողմից ներկայացված բոլոր մտահոգություններին, որովհետև գործընթացը սկսելուց անմիջապես հետո, մասնավորապես երբ մեր թեժգծի նախազանգ է ստացվել, մենք անմիջապես կապի մեջ ենք եղել նախ իրավասու մարմինների հետ, որպեսզի նաև իրենցից բանավոր պարզաբանումներ ստանանք առաջին հերթին խնդրի առնչությամբ, երկրորդը մենք բժշկական զննության ինքներս պարտադիր պահանջ ենք դրել, որպեսզի հասկանանք, թե
թե արդյոք ֆիզիկական բռնության գործադրման հետ կապված մտահոգություններ առկա են թե ոչ, անմիջապես ստացել ենք դրա վերաբերյալ տեղեկատվությունը, անձի կողմից բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո նաև պարբերաբար կապի մեջ ենք եղել հերթապահ անձնակազմի հետ իրավիճակը հասկանալու նպատակով, իհարկե օրենքով սահմանված շրջանակներում։ Իմ ներկայացուցիչներն այցելել են նաև Լիլիթ Աղեկյանին, նա ներկայացրել է իր բոլոր մտահոգությունները, մասնավորապես վատ վերաբերմունքին առնչվող դրսևորումների հետ կապված։ Մենք ոչ միայն դրանք ինքներս մեզ համար ենք արձանագրել, այլ նաև մեր հայտարարության համատեքստում նկատած կլինեք, որ իմ հայտարարությունն իր մեջ ներառում էր նաև ամփոփ որոշակի տեղեկատվություն Լիլիթ Աղեկյանի կողմից ներկայացված մտահոգությունների հետ կապված եւ այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ըստ էության, քանի որ ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան չունեմ գործիքակազմ բոլոր նշված հարցերով, քննություն իրականացնելու, ես պահանջել եմ իրավասու պետական մարմիններից, որպեսզի անձի ներկայացրած յուրաքանչյուր մտահոգություն շատ լուրջ քննարկման առարկա դառնա վատ վերաբերմունքի դրսևորումների հետ կապված եւ դրա վերաբերյալ քննչական մարմինները տրամադրեն հրապարակային տեղեկատվություն, որպեսզի թե մենք կարողանանք գնահատել իրավիճակը, թե նաև հանրությունը տեղեկացված լինի քննության եւ մանրամասների առնչությամբ։ Իսկ ժամկետների մասին է խոսքը, ձեր պահանջողային ժամկետներում է իրականացվելու։ Ես նաև գրավոր պարզաբանումների պահանջ եմ ներկայացնելու իրավասու պետական մարմիններին, այս պահին պարզապես գտնվում եմ Գյումրիում, դրա համար դեռ մեր գրություններն ուղարկված չեն։ Մենք բնականաբար հնարավորինս կարճ եւ սեղմ ժամկետներում պետք է սպասենք իրավասու պետական մարմիններից նաև գրավոր պարզաբանումներ ներկայացված մտահոգությունների հետ կապված։ Իհարկե, ներքին գործերի նախարարությունը մտահոգություններից մի քանիսի առնչությամբ 3 կարծես թե հերքում էր տարածել, բայց մենք նաև գրավոր պաշտոնական պարզաբանում ենք պահանջել եւ բացի դրանից քննություն այս բոլոր մտահոգությունների առումով եւ մի խնդիր է Տիկին Զարուհի Փոստանջյանը բարձրացրել էր իր որպես պաշտպան չներգրավվելու հարցը, այս հարցը եւս մեր ուշադրության կենտրոնում է եւ ինչպես ինքս եմ նշել, բոլոր հարցերի առնչությամբ հնդածս հանդես կգանք հրապարակային, ուղղակի ուզում եմ հատուկ շեշտադրել, որ վստահելի եւ արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու համար բնականաբար մեզանից ժամանակ է պահանջվում եւ դա է պատճառը, որպես պետական մարմին ոչ թե անմիջապես պարզապես հրապարակում ենք այդ պահին ստացված փոքր տեղեկատվությունը, այլ փորձում ենք տեղեկատվությունը դարձնել արժանահավատ եւ նոր հրապարակել։ Շատ լավ, շնորհակալություն եւ խոսելով կրկին մարդու խախտվող իրավունքների մասին, Շիրակի մարզին, քանի որ հիմա Գյումրիում ենք գտնվում, որն է ավելի բնորոշ Գյումրիում Շիրակի մարզից, նշեցիք, որ տարբեր տարիքային ծերի ներկայացուցիչներ զանգեր են կատարում, այցելում են Շիրակի մարզին եւ Գյումրիին, որոնք են ավելի բնորոշ, որ իրավունքներն են խախտվում այստեղ։ Շատ մեծ ծավալի դիմումներ ունենք բնակարանային ապահովության խնդիրների հետ կապված եւ սա բնորոշ է հենց Շիրակի մարզին, մասնավորապես երկրաշարժից հետո տուժած քաղաքացիների եւ նրանց բնակարանային ապահովության խնդիրը կարծում եմ շատ արդիական խնդիր է, իհարկե շատ բացասական է այն հանգամանքը, որ տասնամյակներ անց մենք դեռ շարունակում ենք խոսել այս խնդրի եւ դրա արդիականության մասին, բայց կարծում եմ պետությունը պետք է առանձնահատուկ քայլեր ձեռնարկի այս խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Ինչպես շատ այլ մարզերում բազմաթիվ են դիմումները թե աշխատանքային իրավունքների, թե կենսաթոշակային իրավունքների եւ դրան վերաբերելի հանգամանքների հետ կապված։ Դարձյալ չի ասի, որ ամենամեծ քանակությամբ ստացվող դիմումները, բայց ունենք դիմումներ նաեւ այդ թվում ընտանեկան բռնության հետ կապված տարատեսակ հանգամանքների առումով։ Նաեւ նշեմ, որ քանի որ Շիրակի մարզում երեխայի խնամքի հաստատություններ են արկա, մեծ համար նաեւ թիրախային է հենց այդ հաստատություններում ոչ թե պարզապես այնտեղից բողոքներ ստանալը եւ խնդիրները հասցեավորելը, այլ նաեւ կանխարգելման գործառույթներ իրականացնելը եւ պարբերաբար ենք մշտադիտարկման այցեր կատարում, նաեւ ես ինքս եմ պարբերաբար այդ թվում երեխաների հետ հանդիպում, լսում նրանց խնդիրները եւ բազմաթիվ այլ խնդիրներ էլ օրինակ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, մասնավորապես զինծառայողների բժշկական օգնության եւ սպասարկման ու նմանատիպ այլ հարցեր, որոնք պարբերաբար ներկայացվում են մեր գրասենյակին։ Այո, կոնկրետ մեր մարզից մենք
մենք ունեցել ենք գոնե նախորդ տարիներին 2-ից ավելի դեպք, որը հենց մեր լուսաբանման շնորհիվ նաև դիմել էինք ՊՆ-ին, որովհետև կոնկրետ հաշակի կարգի մասով իրավունքի խախտում էր տեղի ունեցել եւ ՄԻՊ-ի կողմից եւս այս ամեն ինչը արձագանք գտել էր, բայց անօթեբանությունից բացի Գյումրիում մասնավորապես այսօր մի քանի հատ տեղում եք եղել, հավանաբար տեսել եք, որ ճանապարհային վիճակը եւս խախտված է, այս մասով դիմում են մարդիկ ազատ տեղաշարժի կամ ոչ մատչելի լինելու համար, խոսքը ոչ միայն բոլոր քաղաքացիներից զատ, նաև հաշմանդամություն ունեցող անձինք այս դեպքում ավելի շատ են բախվում խնդրին, որովհետև երկրորդական փողոցներում ուղղակի տեղաշարժվելը հետիոտների եւ թեկուս սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց համար բարդ է։ Նշեմ, որ ոչ միայն Գյումրի եւ Շիրակի մարզին, այլ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերին, որտեղ ես այցելում եմ, բնորոշ է նախ հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրը եւ երկրորդը, այո, ճանապարհների հասանելիության, մատչելիության հետ կապված խնդիրը։ Այո, Գյումրիում բազմաթիվ խնդիրներ են այս առումով առկա եւ մեր հանդիպումների ընթացքում քաղաքացիները բարձրաձայնում են նշված խնդիրների մասին, թե այս խնդիրների, թե ինչպես նշեցի, հանրային տրանսպորտի հասանելիության խնդիրների հետ կապված։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ կարող է սա առաջին հայացքից երկրորդական հարց թվալ, բայց իրականում սա առաջնային է այնքանով, որքանով ուղղակի ազդեցություն է ունենում մարդու շատ հիմնարար, շատ կարևոր իրավունքների իրացման տեսանկյունից, օրինակ կրթության իրավունքի, որովհետև շատ դեպքերում երեխաները, երիտասարդները չեն կարողանում պատշաճ մի բնակավայրից մյուսը տեղաշարժվել եւ իրացնել իրենց կրթության իրավունքը, ինչպես դուք նշեցիք, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցեր։ Ավելին ասեմ, քանի որ դուք էլ խոսեցիք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, նշեմ, որ օրինակ Գյումրիում եւ նաեւ մի շարք Հայաստանի այլ բնակավայրերի մասին էլ կարող եմ խոսել, այդ թվում Երևանի մասին կարող եմ խոսել։ Շատ ընդունված է օրինակ որոշ դեպքերում նշել, որ ձեռք են բերվել ավտոբուսներ, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բայց մեր մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ավտոբուսները ունեն այդ տեխնիկական հագեցվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն ունենալու, այդ տեխնիկական գործիքները չեն օգտագործվում եւ փաստացի ավտոբուսն ինքնին ունենալով նշված տեխնիկական հագեցվածությունը ունի մատչելիություն։ Կամ օրինակ մենք մշտադիտարկում ենք իրականացրել տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում, հենց Գյումրիում տարբեր տեղամասերի մատչելիության հետ կապված, ընդ որում թեկահարթակների Այս թվում թեկահարթակների արկայության առումով, ընդ որում նշեմ, որ մենք մեր այս այցերին պարտադիր ներգրավում ենք վերջին տարիներին նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի հենց իրենք տեղում ներկայացնեն իրենց խնդիրները, որոնց բախվում են հենց այդ տարածքում։ Եվ օրինակ մեր մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այն դեպքերում, երբ հստակ պաշտոնական տեղեկատվություն է ներկայացված այն մասին, որ այս շինությունը մատչելի է, մենք ունեցել ենք դեպքեր, երբ մշտադիտարկման արդյունքում պարզել ենք, որ այն ըստ էության ընտրողների համար մատչելի չի եղել։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա շատ հիմնաքարային խնդիր է, որը շատ քիչ ուշադրության է արժանանում եւ դրան մենք պետք է իրապես տանք առաջնահերթ նշանակություն, որովհետեւ խոսքը մեր հասարակության շատ կարևոր խմբի մասին է եւ նրանք բոլորիս հետ հավասար պետք է ներգրավված լինեն թե հասարակական կյանքում, թե կենսագործունեության շրջանակներում։ Այո, որովհետև Գյումրու հենց կենտրոնական փողոցներում մենք տեսնում ենք որպես այդպիսին թեկահարթակներ կան, բայց թե որքանով են սրանք ստանդարտներին համապատասխանում, հաշմանդամություն ունեցող անձինք միանշանակ պնդում են, որ չի համապատասխանում։ Մենք այս մասով ունեցել ենք մի քանի անգամ լուսաբանումներ, բայց սա միակ բանը չէ, որը երբ կա փաստացի գործում է եւ չի համապատասխանում իրականությանը, օրինակ ԱԺ-ում լրագրողները ունեն հավաստագրված լինելու հնարավորություն, բայց հավատարմագրված լրագրողները բախվում են որոշ խնդիրների, այդ թվում քաղաքական գործիչների կողմից թիրախավորման վերջերս տեղի ունեցող խնդիրների մասին է խոսքը, ինչ գնահատական կտա կամ առհասարակ ինչ կարծիք ունեք այս մասով, որքանով է ՄԻՊ-ը հետաքրքրվել, արդյոք դա թիրախավորում էր, թե չափազանցությունները լրագրողի կողմից էր սա դրանք, թե պաշտոնյայի կողմից իրավունքների լիազորությունների չարաշահում։ Քանի որ դեպքերը բազմաթիվ են, ես կուզենամ հատուկ անդրադառնալ, որ ինձ համար որպես մարդու իրավունքների պաշտպան շատ մեծ կարևորություն է ներկայացնում պաշտոնատար անձ, պետական մարմին եւ զանգվածային լրատվության միջոցներ, լրագրողներ պատշաճ հաղորդակցությունը, որովհետեւ միայն պատշաճ հաղորդակցության արդյունքում է, որ քաղաքացիները կարող են ստանալ պատշաճ տեղեկատվություն տեղի ունեցող գործընթացների առնչությամբ եւ այս առումով հատուկ եմ արձանագրում, որ իմ կարծիքով ընդհանուր միջավայրը եւ
իրավիճակը խնդրահարույց է։ Մի քանի դեպքերի հետ կապված ես ինքս նաև հրապարակային հայտարարություններ եմ տարածել, եթե դրանք վերաբերել են համակարգային դեպքերի, օրինակ, երբ զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրված լրագրողները փորձում էին պաստառներ բարձրացնել եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ըստ էության կարծում եմ բոլորը կհիշեն այդ իրավիճակը, պաստառների եւ լրագրողների այդ վայրից հեռացման իրավիճակը, սա միանշանակ իմ դիտարկմամբ խնդրահարույց է եւ այս բոլոր հարցերը պետք է հասցեավորման արժանանան։ Կուզենամ հատուկ արձանագրել, որ առաջին խնդիրը երևի թե լրագրողներ, պետական մարմիններ, պաշտոնատար անձինք այս հարաբերությունների եւ հաղորդակցության էթիկական ստանդարտների պահպանման մեջ է եւ եթե խոսքը պաշտոնատար անձանց մասին է, ես կարծում եմ, որ միանշանակ պիտի լինեն հստակ էթիկական ստանդարտներ եւ դրանց խախտման համար պատասխանատվության մեխանիզմներ եւ նույնը պետք է վերաբերի նաեւ լրագրողներին։ Ինչպես բարձր քաղաքական գործիչն է մեղավոր թե լրագրողը։ Դրա համար եմ նշում, որ ըստ էության յուրաքանչյուրի համար էթիկական ստանդարտների տեսանկյունից պետք է լինեն հստակ մարմիններ, որոնք զբաղվում են նշված հարցերով եւ այստեղ նաեւ գաղափարային չէ, որ մենք անհատականացնենք իրավիճակը, թիրախավորենք մարդկանց եւ այլն, այլ պետք է հստակ ցույց տանք, թե օրինակ, որ պարագայում պաշտոնատար անձը ինչ տեսակի վարքագիծ կարող է դրսևորել, որպեսզի դա համապատասխանի գոյություն ունեցող էթիկական ստանդարտներին եւ նույնը վերաբերելի է լրագրողների պարագայում։ Ես ցավով պետք է նշեմ, որ նման որևէ մեխանիզմ մենք կամ չունենք, կամ դրանք պատշաճ պարզապես չեն գործադրվում եւ ավելի վատ բան պիտի նշեմ։ Շատ դեպքերում այդ այսպես կոչված ստանդարտները երկակի ձևաչափով են կիրառվում, որովհետեւ օրինակ մի դեպքում, լրագրողի նկատմամբ կարող է որևէ ձևակերպում օգտագործված լինել մի գործչի կողմից քաղաքական, որը լրագրողը դիտարկում է որպես թիրախավորում, եւ դա օրինակ իմ դիտարկմամբ էլ ըստ էության խնդրահարույց է, հատկապես եթե խոսենք կանանց իրավունքների մասին, խոսքը զգայուն ձևով կառուցելու մասին, բայց նույն ձևակերպումը այլ քաղաքական գործչի կողմից է օգտագործվում, լրագրողը ինքն է փորձում արդարացնել համատեքստային տարբեր հարցեր առաջ բերելով եւ այլն, որը ես գտնում եմ, որ իրապես խնդրահարույց է, այսինքն ամենակարևոր հանգամանքը իրականում երկակի ստանդարտներից հրաժարվելն է եւ նաեւ այստեղ խոսքը պետք է վերաբերի ոչ միայն լրագրող եւ պաշտոնատար անձ փոխհարաբերություններին, այլ ընդհանրապես այդ թվում պաշտոնատար անձանց ու լրագրողների կողմից կիրառվող էթիկական ստանդարտներին, որովհետեւ շատ դեպքերում օրինակ մենք նույն ազգային ժողովի պատգամավորների կողմից թիրախավորող ու խտրական խոսքի ենք առնչվում կամ բախվում դրան ոչ լրագրողների հետ կապված հարաբերություններում։ Թեկուզ միմյանց գործընկերների մասով էլ միանշանակ կոնկրետ նաև պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի միջև սա որպես այդպեսին թիրախավորում էր, իրավունքների ոտնահարում էր, թե չէ։ Օրինակ նաև բառամթերքի օգտագործման մասին է խոսքը։ Ինչպես ես նշեցի, այդ էթիկական ստանդարտները դարձյալ պետք է բոլոր դեպքերում կիրառվեն, այսինքն պաշտոնատար անձինք միանշանակ պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ նաեւ զգայուն լեզու օգտագործեն։ Իհարկե, քաղաքական գործիչների միմյանց հետ հաղորդակցությունը մի փոքր տարբերվում է քաղաքական գործիչ եւ այլ դերակատարներ հարաբերություններից, օրինակ քաղաքական գործիչ լրագրող կամ քաղաքական գործիչ ՄԻՊ, այլ իրավապաշտպան եւ այլն, այստեղ լիովին տարբերվում են ստանդարտները, որովհետև քաղաքական խոսքին մի փոքր ավելի մեծ հնարավորություններ է թույլատրելի համարվում, բայց միանշանակ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ նույնիսկ մեր գործընկերները, այդ թվում ազգային ժողովի падգամավորները չեն պատկերացնում, որ օրինակ իրենց կիրառած խոսույթը խտրական է կամ իրենց կիրառած խոսույթը թիրախավորող է կոնկրետ հանգամանքով, օրինակ սեռով պայմանավորված կամ կրոնական համոզմունքներով։ Շնորհակալություն խտրականության մասին խոսելուց, օրինակ հեռուստարադիո հանձնաժողովի համար հեռուստաալիքները, որոնք լիցենզիա են ստանում, ունեն հստակ պարտավորություն չխախտել եթերային էթիկան, նորմա, թիրախավորում չանել ազգային կամ որոշակի պատկանելիությունից դուրս գալով։ Հիմա մենք տեսնում ենք ԶԼՄ-ների մեջ հասնքի նման աճող լրատվական կայքերը կամ թեկուզ Facebook-յան էջերը, որոնք անգամ կայքեր չեն, այս դեպքում անվանական հենց ասենք, օրինակ Երևանում տեղի ունեցող կայքերից մեկը արցախցիներին թիրախավորում են որպես ղարաբաղցիներ, եկել են եւ այլն Հայաստանում են ապրում, ինչ իրավունքով սա հստակ թիրախավորում չէ եւ մենք հասկանում ենք, որ սույն անձի կողմից կազմակերպվող հարցազրույցը եւս միտում ունի պատասխանողի կողմից թիրախավորել արցախցիներին անվանելով ղարաբաղցիներ, ովքեր թողել են հայրենի տունը, սա թիրախավորում է թե չէ։ Նախ արցախցիների վերաբերյալ խոսեմ, ըստ էության անձանց խմբի թիրախավորումը եւ նրանց նկատմամբ խտրական խոսքի տարածումը մշտապես բացասական երևույթ է եւ անթույլատրելի եւ դա վերաբերում է
այդ թվում արցախցիներին։ Անթույլատրելի է պարզապես մարդկանց խմբին թիրախավորել իրենց որևէ սոցիալական հատկանիշով պայմանավորված եւ արցախցիների նկատմամբ պատերության խոսքի տարածումը ինքս հրապարակային կերպով նաև դատապարտել եմ։ Իսկ դատապարտելուց բացի ինչ իրավական գործընթաց պետք է սկսվի, որովհետև եթե չկա նախադեպ, որ արգելում է, այլևս սա շարունակական է լինելու։ Ինչպես է ամեն ինչի թեմը կարելի է կանխել, որպեսզի այն չշարունակվի, որպես մի ինչ գործիքակազմ ունեք, որով կարելի է կանխել սա։ Նախ նշեմ, որ որպես մարդու իրավունքների պաշտպան գործիքները այնքան շատ չեն, որովհետև պատժողական քաղաքականությունը պատասխանատվության ենթարկելը, գործերի քննություն իրականացնելը մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ, այլ մի շարք այլ մարմիններ են գործում Հայաստանում պետական, որոնք իրավասու են նշված հարցերով, թե գործընթաց իրականացնել, թե արդյունքներ արձանագրել։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է արձանագրեմ, այն է, որ ատելության խոսքի բոլոր դրսևորումները չէ, որ ընդհանրապես պետք է հանգեցնեն քրեական պատասխանատվության։ Քրեական պատասխանատվության կարող է հանգեցնել խոսքի, մասնավորապես ատելության խոսքի ամենածանր տեսակը, որովհետև հակառակ պարագայում մենք գործ կունենանք մյուս երևույթի խոսքի ազատության ոչ իրավաչափ սահմանափակման հետ, բայց երբ ես խոսում եմ այն մասին, որ ատելության խոսքի ամենածանր տեսակներն են ենթակա քրեական պատասխանատվության, դա չի նշանակում, որ չպետք է գոյություն ունենան պատասխանատվության մեխանիզմներ ատելության խոսքի ավելի մեղմ տեսակների համար, ավելի մեղմ հետևանքներ ունեցող տեսակների համար եւ դա է պատճառը նաեւ, որ ինքս առաջարկել եմ պատասխանատվություն ունենալ նաև վարչական պատասխանատվության տեսքով ատելության խոսքի ավելի մեղմ տեսակների համար եւ պատշաճ գործիքակազմ կիրառել այդ երևույթի դեմ պայքարի համար։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ նշեմ, ամբողջ աշխարհում կարևոր ստանդարտ է դիտարկվում ատելության խոսքի դեմ պայքարի հանրային գործիչների կողմից հակազդելը նշված խոսքին, այսինքն ոչ, ես չեմ տեսնում Հայաստանում, ավելին նշեմ, հակառակ իրավիճակն եմ շատ դեպքերում տեսնում։ Հենց առաջին թեմքով է սա ցավոք սրտի թիրախավորվում։ Շնորհակալություն այս ժամանակ տրամադրելու համար Տիկին Մանասյան, մեր եթերային ժամանակը ուղղակի սպառնում է։ Մենք հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էինք մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, կհանդիպենք։